առաջին քայլն է մայրաքաղաքից դուրս եւ պատահական չէ, որ այդ քայլը արվել է դեպի հայրաքաղաք։ Հայաստանի ավտոպահեստամասերի վստահելի ներկայացուցիչներից Ավտոսան ընկերությունը շարունակում է ընդլայնվել։ Այս անգամ իր ներկայությունն ապահովելով Գյումրիում Վազգեն Սարգսյան 19 կոտորակերկու հասցեում։ Այս մասնաճյուղը ամենամեծն է, ի տարբերություն մեր մյուս մասնաճյուղերի, մենք սպասարկելու ենք թե Շիրակի մարզը, ինչպես նաև Շիրակի մարզը, այնպես էլ Լոռվա մարզը։ Ցանցի թվով 6-րդ եւ մարզային առաջին խանութ սրահը ընկերության ամենամեծ եւ առավել համալիր սպասարկման կենտրոններից մեկն է։ Խանութի հիմնական նպատակը սպասարկել ամբողջ Շիրակի եւ նաև Լոռվա մարզերը, աշխատելու ենք եւ մեծածախ մեր գործընկերների հետ եւ մանրածախ վաճառք իհարկե։ Ավտոսանի այս մասնաճյուղը կսպասարկի թե Շիրակի մարզը, թե Լոռին, ունենալով ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ վաճառքի հնարավորություն։ Սպառողները կարող են ձեռք բերել որակյալ օրիգինալ պահեստամասեր եւ յուղեր ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողներից։ Մենք հանդիսանում ենք 20-ից ավել բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում եւ այս մասնաճյուղը բացելով մենք լինում ենք ավելի մոտիկ մեր գործընկերներին, մեր հաճախորդներին, մենք առաջարկում ենք լավագույն որակի ապրանքներ անմիջապես ներկրողից մատչելի գներով։ Ավտոսանը ներկրող ընկերություն է, Գյումրեցին այսօր հնարավորություն ունի անմիջապես ներկրողի ձեռք բերել, ընդ որում համաշխարհային բրենդեր, այնպիսիք ինչպես KYB, NGK, Mele, Bardal, INIBK եւ շատ այլ ընկերություններ, որոնք վարպետներին, մասնագետներին շատ լավ ծանոթ են եւ համաշխարհային իսկապես առաջատարներ են։ Ընկերությունը շարունակաբար ընդլայնելով իր գործունեությունը նպաստում է տեղական աշխատաշուկայի ակտիվացմանը։ Այստեղ աշխատում են միանշանակ գյումրեցիներ, դա համար առաջի պայմաններից մեկն է եղել իմ, բարձիկը մեր կասայի աշխատակցությունն է, ուզում իր մասին անպայման շեշտենք, որտեղ աղջկա ներկայությունը ավելի ուրիշ է դարձնում կանոթը։ Տղաները տիպիկ գյումրեցի ու մասնագիտացված, իրանք 2-3 ամիս Երևանում դասընթացի եկան, մասնագիտացան լիարժեք, իսկ ինչ է վերաբերում գնի հետ կապված, գնային քաղաքականությունը մենք միշտ պահպանում ենք, որպեսզի մեծածախ եւ մանրածախ առևտուրը իրար չխանգարենք։ 2008 թվականին հիմնադրված Ավտոսանը մեկ փոքր սրահից եւ 5-6 աշխատակցից հասել է ավելի քան 100 աշխատակիցների 6 խանութի, ինչպես նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած տեղ-սպասարկման կենտրոնի։ Այսօր ընկերությունը ներկայացնում է ավելի քան 20 միջազգային արտադրողներ Ճապոնիայից, Գերմանիայից, Բելգիայից, Թայվանից, Սինգապուրից եւ այլ երկրներից։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով տների կառուցման ընթացքին։ Վարչապետը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ։ Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության վերոնշյալ ծրագրից եւ շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար։ Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն։ Ինչքան եք ծախսել? 16 միլիոն։ 16-ը ծախսել եք, բայց ունեք որ շահանակության վրա։ Յոլա տանում ենք։ Յոլա մի քիչ փոքր բռնացնեք, այսքան մեծ եք բռնացրել։ Սեզ լավ է։ Դե թողածատան երեխեքը շադան։ Երբ կավարտեք, որ ավարտեք, էլի մտնեք մի տարիք քաշ։ Իսկ մինչե գաջենք կահավորումները անենք։ Անում աչոկը արհեստավորները ֆոսիլներ են Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը, այն ներկայումս գրունտային է։ Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ եւ ասել, որ կհանձնարարի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը։ Հայն էլ է սպիտակ շենքի տեղն է։ Գալիս է սենց։ Գալիք ու կպնում է սպիտակ շենքի տակը։ Սարքացա ճամփը։ Հա, սարք ես էլ բարձացել եմ։ Ինչով։ Չիպով։ Լենա սարքած է, էլի ճամփին մի հատ ուղարկենք տենանք ինչ կա։ Նորմալ ճամփ։ Լենացնել, հզեն, թեքությունները հարթացնեն։
կլինի, լիքը մարդ կբերի։ Մի հատ մասնագետ գալիս է, դեմը չամփի բակրի։ Ասել է պարոն վարչապետ։ Հա։ Всё։ Դա դեմի հատուի հասկանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան եւ նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ եւ ուղղություններ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար, նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի ներդրումների ենթակառուցվածքների տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը եւ Թրամփի ուղին զարգացնելը հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը զուգորդված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել հարավային Կովկասը որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ սա կստեղծի նշանակալի օգուտներ եւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIP նախագծի իրականացմանն ու առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից, եւ այսպես ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 58 է, ընտրողների ընդհանուր թիվը 69924, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 132 է, անջրտությունների գումարային չափը 23։ Հաղթանակ կուսակցությունների դաշինք 10051 ձայն, համահայկական ճակատ կուսակցություն 295 քվե, Հանրապետություն կուսակցություն 1241 ձայն, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն 1692, Ազատ դեմոկրատներ կուսակցություն 1177, Ժառանգություն կուսակցություն 440, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 15298, Հայրենիք կուսակցություն 1193։ Հիշեցնենք, Վաղարշապատի թիմ ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորում էր Արգիշտի Մեխակյանը։ Իրական շատ բազմածավալ աշխատանք է գնում։ Միգրացիոն ծառայության ղեկավարի աշխատասենյակում գործնական փաթեթների գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրմանը։ Աշխատանքի տեմպից տպավորված է նաև Բրյուսելը, որը նոյեմբերի 5-ին Երևանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Շնորհավորում եմ նախարարին եւ իշխանություններին այս գործընթացում արագ եւ խորքային առաջընթացի համար, որը թույլ է տվել մեզ շատ արագ ընդունել գործողությունների այս ծրագիրը։ Ակնկալում ենք իրականացնել այս ծրագիրը, շարունակել միասին աշխատել, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։
Գործողությունների ծրագիրը, որի կատարումը Երևանի համար կանաչ լույս կվառի վիզաների ազատականացման ճանապարհին, ներառում է 74 կետ։ 4 ուղղություններից առաջինը փաստաթղթերի անվտանգությունն է, ներառյալ կենսաչափական համակարգը։ Այս պահին վերջնական հաստատված է նույնականացման քարտի ID-ի դիզայնը, թղթից մինչև հիմնական նյութով պոլիկարբոնատով տպագրություն, աշխատանք կա անելու։ Մեկ այլ նմուշի վրա Դավթյանը ցույց է տալիս անվտանգային 6 շերտերը, որոնք կբացառեն փաստաթղթի կեղծումը։ Այն ինչ որ մենք ստեղծում ենք, ամբողջությամբ լինելու է ICAO ստանդարտով, որպեսզի պատկերացնեք, քանի անվտանգային շերտ ունի, ցույց տամ հոլոգրամը, սա անձեն աչքով երևում է, կիսով չափ ընկնում է նկարի վրա, կիսով չափ տվյալների վրա, անպայման ունենալու է իհարկե կենսաչափականի նշանը, անպայման ունենալու է անտենան եւ չիպը ներկառուցված տարբերակով։ Անտիսկան նշանն աշխատելու է, երբ փորձեն սկանավորել պատճենել ID-ին։ Ուլտրամանուշակագույն լույսով երևացող հատվածները հասանելի կլինեն միայն սահմանապահներին։ Մեկ այլ անվտանգային բաղադրիչ է tactile կոչվող տպագրությունը, երբ շոշափելի է եւ ձեռքով դուք կնկատեք, որ որոշակի ստատիկ տվյալներ բլանկի վրա ի սկզբանե գալիս են ուռուցիկ տպագրությամբ։ Այստեղ մենք նորությունը այն է, որ ունենալու ենք նաեւ QR կոդ եւ անձի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական հարթակներում հասանելի է լինելու նաեւ այս տարբերակով։ Բիոմետրիկ կլինեն անձը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձին եւս ստանալու են ID քարտեր, յուրաքանչյուրն ըստ իր իրավական կարգավիճակի։ Դիվանագիտականից բացի կներդրվի նոր տեսակի ծառայողական անձնագիր։ Կոնսորցիումի առաջատար անդամ ֆրանսիական AN Group ընկերության ներգրավմամբ նախատեսվում է կենսաչափական ենթակառուցվածք ներդնել 2026-ի երկրորդ կեսին։ Մրցութային պայմանագրով արդեն ստեղծել են տեղական Հայփաս ընկերություն։ Շապիկների գույները պետք է ընտրենք, դեռևս անձնագրի իմաստով այս աշխատանքները ավարտին հասցված չեն, այսինքն փախստականի քաղաքացիություն ունեցող անձի կարգավիճակ ունեցող անձանց անձնագիրը, որոնք կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ են համարվում եւ հատուկ չափորոշիչներով են մշակվում, այլ գույնի շապիկ կունենա ծառայողականն ու դիվանագիտականը այլ եւ մեր հիմնական նորմալ անձնագիրը այլ։ Հիմնական անձնագիրը ինչ գույն է լինելու։ Դա հիմա չեմ կարող ասել, պետքա վերջնական հաստատենք նոր։ Հաջորդ 3 ուղղություններն են սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում եւ ապաստան, հասարակական կարգ եւ անվտանգություն, այդ թվում կազմակերպված հանցավորության, թրաֆիկինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կոռուպցիայի դեմ պայքար եւ վերջին արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։ Վիզաների ազատականացումը միանշանակ իրատեսական է, խոսակցությունը այն մասին է, թե ինչ ինտենսիվությամբ մենք պետք է գնանք եւ առնվազն մենք հանձնարարություն ենք ստանձնել, որ առավել մեծ ինտենսիվությամբ եւ պետական ապարատի այսպես ջանքերի առավել մեծ լարմամբ մենք այս գործընթացները առաջ կմղենք։ Սահմանների համալիր կառավարման կետով անհրաժեշտ կլինի ձևավորել նոր ենթակառուցվածք իրավական դաշտ, ներդնել գեյթ համակարգ, սահմանների խելացի կառավարման եվրոպական մոդել, դա հնարավորություն կտա ավելի հայտնաբերելի դարձնել կեղծարարություններն ու անօրինական միգրացիան։ Դա ենթադրում է եւ միջազգային համագործակցություն, կարող է օրինակ վիզաների շտեմարանի հասանելիություն շնորհվել այս կամ այն երկրին եւ այդ ֆիզիկական կնիքը, որը դրվում է անձնագրում կամ այդ ձեռքով անձնագիրը թերթելու սահմանապահի կողմից եւ որոշակի վիզային ստուգումներ անելու գործառույթն է դուրս բերվում եւ անձի մասին նախնական ինֆորմացիա ստանալու մեխանիզմներ են ներմուծվում։ Արդյունավետությունը անգամներ բարձրացնելու է, երբ մենք խոսում ենք կանոնավոր ուղևորափոխադրումների եւ նաեւ բեռնափոխադրումների մասին, հեշտացնելու է, արագացնելու եւ դարձնելու ավելի անվտանգ։ Ոլորտի զարգացման գործընթացները կարևոր է համարում Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավարը։ 2017-18 թվականներին Հայաստանում սահմանահատումների թիվը մոտ 4.7 միլիոն էր, 2024-ին այն մոտեցավ 9 միլիոնի, այս տարի կհասնենք մոտ 10 միլիոնի։ Թվերը խոսում են, որ Հայաստանը դառնում է նաև նպատակակետ եւ տարանցիկ երկիր, ահա թե ինչու է կարևոր միգրացիայի արդյունավետ կառավարումը։ Good migration management. Միգրացիայի լավ կառավարումը պատշաճ, հավասարակշռված դյուրացում եւ վերահսկողություն է։ Այս առումով կարծում եմ Հայաստանի իշխանությունները սկսել են հիմնականում իրականացնել բարեփոխումներ, որոնք թելադրված էին իրավիճակով եւ այն փաստով, որ Հայաստանն արդեն իսկ հանդես է գալիս որպես նպատակակետ եւ տարանցիկ երկիր։ Բարեփոխումներն ըստ Տերմինասյանի կներառեն ավելի շատ գործողություններ կապված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվությունների տրամադրման եւ էլեկտրոնային համակարգի ստեղծման, օրենսդրական փոփոխության, պետռեգիստրում աշխատանքներ սկսելու, կենսաչափական համակարգի ներդրման հետ։ Այս առումով վիզային երկխոսությունը շատ ժամանակին է։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը աջակցում է կառավարությանը ներառյալ վերընդունման համաձայնագրի իրականացման, ձեռնարկների պատրաստման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործում։ Շարունակում են աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում։ As I said, it started before.
Աջակցությունը սկսել ենք ավելի վաղ, ստեղծում ենք երկրում աշխատող միգրանտներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների էլեկտրոնային համակարգ։ Մենք սկսեցինք աշխատել կարողությունների զարգացման վրա միգրացիայի ծառայության անձնակազմի համար լայնածավալ վերապատրաստումներով։ Նաև աշխատում ենք սահմանային կառավարման ոլորտում, որը նաև ՄԱԿ-ի հիմնական մանդատն է, աշխատել սահմանային կառավարման բարելավման ուղղությամբ, սահմանապահ զորքերին տրամադրելով ուսուցումներ եւ այլ աջակցություն։ Միգրացիոն ծառայության ղեկավարի խոսքով չկա մի ոլորտ կամ ենթավորորդ, որտեղ աշխատանքները պետք է սկսել զրոյից, դրանք ընթացքի մեջ են։ Որոշ տեղերում մենք արդեն ի սկզբանե կարող ենք այդ թռչնակը տեղադրել, որովհետև անելիք չունենք, այն ինչ նկարագրված է մենք ունենք։ Օրինակ նկարագրված է ապահովել հանրապետության տարածքում բոլոր թիրախմբերի ազատ տեղաշարժը։ Ես չեմ կարծում, որ մենք երբևէ նման խնդիր ունեցել ենք մեր պետությունում եւ հատուկ միջոցառում ձեռնարկելու կարիք կա։ Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքը կլինի, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվի Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Իրավակարգավորումը վերաբերելու է տեսակի կարճաժամկետ Շենգեն վիզային, յուրաքանչյուր տարի 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով։ Մեր առաջի գնահատումը, որը անելու է Եվրոպական միությունը, առնչվելու է առաջին խումբ հենանիշներին, այսինքն բոլոր 4 բլոկներով անցնելու ենք եւ նայելու ենք, արդյոք տվյալ ոլորտի քաղաքականության փաստաթղթերը կան, ռազմավարությունները կան, օրենսդրությունը կա, թե ոչ, կամ եթե կա, արդյոք ունի որոշակի լավարկման կարիք, թե ոչ։ Բավականին շատ ոլորտներում Հայաստանը արդեն իսկ ունի մշակված քաղաքականության փաստաթղթեր կամ առնվազն գիտենք, որ այդ փաստաթղթերը մշակման ընթացքում են։ Առաջին զեկույցը փոխնախարար Ղազարյանի նախատեսում են հաջորդ տարվա կեսին։ Եվրամիության գնահատման պատվիրակության այցը ակնկալվում է դեկտեմբերին։ Մանրամասն ուսումնասիրելու քաղաքականության փաստաթղթերը, ամբողջական օրենսդրությունը։ Հայաստանն ի դեպ միակ երկիրն է, որ Եվրամիության հետ ունի վիզաների ազատականացման թեմայով շարունակական երկխոսություն։ Հայաստանի հետ համատեղ աշխատելու ենք հաջորդ քայլերի վրա, համոզվելու, որ գործողությունների ծրագիրը իրականացվում է։ Բարեփոխումների իրականացումը կարևոր է սահմանների կառավարման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտում։ Չեմ կարող գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց երկու կողմից էլ կա հանձնառություն եւ տեմպ, որ այս գործընթացը առաջ շարժվի։ Պետք է լինի մանրակրկիտ գործընթաց, որը կբերի ավելի մեծ վստահություն Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի միջեւ, որպեսզի կարողանանք առանց որևէ խնդրի Եվրամիությունում ապահովել բոլոր հայ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Դարձյանը բերում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բալկանյան երկրների օրինակը, որոնք անցել են նույն փորձառությունը։ Եվրամիության հետ երբ կունենանք առանց վիզային ռեժիմ, փակագծեր այս պահին չեն բացում, գնդակն այժմ մեր դաշտում է։ Կախված թե որքան ժամանակում կկատարենք ծրագրով նախատեսված անհրաժեշտ պահանջները։ Մի բան ակնհայտ է, վիզաների ազատականացման ճանապարհին շոշափելի առաջին քայլը արված է։ Տեղում Ձեռքի մեկ շարժումով աշխատանքը սկսելու հրահանգը տրված է Մարիամ Չագդուետը 1.5 ամսվա համատեղ գործակցությունից հետո առաջադրված խնդիրը չթույլատրված իրեր նյութեր գտնելը արդեն կարողանում են լուծել։ Հոպրիմ տղեն, սուպեր։ Մարիամը կես տարի առաջ որոշեց իրավագիտության ոլորտից անցնել մաքսային ծառայության առաջիններից էր, որ հաջողությամբ անցավ պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի նոր դասընթացն ու հիմա սկսել է աշխատանքը նախ 6 ամսյա փորձաշրջանով։ Ուսումնական առաջին շրջափուլը հաղթահարել է 14 մասնագետ, 13-ն արդեն անցել են աշխատանքի, մի մասը մշտական ծառայության մեջ են ագարակում, մյուսները Երևանի մաքսային հսկողության գոտիներում։ Շնագիտական կենտրոնը հիմա նաև զարգացած հոտարական համակարգով ու հատուկ վարժանքներ անցած 26 չորքոտանի ունի, պատրաստ գտնելու մաքսանենք չթույլատրվող իրեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այդ թվում վարժեցվածների օգնությամբ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կարողացել են հայտնաբերել մոտ 7.5 կիլոգրամ մարիխուանա, 88 կիլոգրամ հաշիշ, 15 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև կոկային, հոգեմետ, հոգեներ գործող դեղեր։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները անկախ ստորաբաժանումից, այսինքն թե շնագիտական բաժնի, թե վերլուծական, թե մյուս աշխատակիցները պարբերաբար թե Հայաստանում եւ թե արտերկրում
անցնում են վերապատրաստումներ, ծանոթանում են նոր տեխնոլոգիաներին, մեթոդներին, մաքսանենգների կողմից նոր զարտուղի ճանապարհների օգտագործմանը, նոր թաքցման միջոցներին, որոնք որ հետագայում արդեն կիրառվում են առօրյա աշխատանքում։ Շնագիտական կենտրոնում հիմա բացի թմրանյութերի հայտնաբերումից հմտանում են նաև տարբեր հավանական ու անհավանական թաքստոցներից ծխախոտային արտադրատեսակներ, թղթադրամներ գտնելու, բացահայտելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսում հանրապետականներն օրինագիծ են մշակում, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։ Ես դրան դեմ չեմ, ասել է Թրամփը հավելելով, այդ ցանկում կարող է ներառվել նաև Իրանը։ Ըստ օրինագծի մինչև 500% մաքսատուրք կարող է սահմանվել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում եւ ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նախատեսվում են սահմանափակումներ Ռուսաստանի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ։ Ուկրաինան Հունաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին մտադրությունների հուշագիր է ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ։ Մատակարարումները կսկսվեն հունվարին։ Զելենսկին կարևորել է այս համաձայնագիրը հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումները։ Աթենքում Զելենսկին հանդիպումներ է անցկացրել նաև Հունաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ։ Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը, դիվանագիտական աշխատանքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու եւ սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, որտեղ նախատեսվում է համաձայնությունների կնքում հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմական ինքնաթիռների եւ հրթիռների մատակարարման շուրջ։ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե Իրանի ժողովրդին վերաբերվեն արժանապատվությամբ եւ հարգանքով, հայտարարել է Իրանի արտգործնախարարը The Guardian-ին տված հարցազրույցում։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ միջնորդները խնդրում են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Ոչ թե Իրանն է հեռացել դիվանագիտությունից, այլ Միացյալ Նահանգները եւ արևմտյան երկրներն են միշտ ձգտել իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունը դեռևս կարող է աշխատել, այն մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոնները եւ սկզբունքները պետք է հարգվեն, հայտարարել է նախարարը։ Նա հավելել է նաեւ, որ Իրանն ունի ուրանը հարստացնելու անօտարելի իրավունք, որից երբեք չի հրաժարվի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անցկացվել է բանակցությունների 5 փուլ, սակայն գործընթացն ընդհատվել է հունիսին Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների պատճառով, որոնց աջակցում էր Միացյալ Նահանգները։ Աշխարհի ամենամեծ ավիակիրը Ջերալդ Ֆորդը մտել է Կարիբյան ծով։ Ավիակրի ժամանումը ենթադրությունների տեղիք է տվել, թե Վաշինգտոնը մտադիր է թիրախավորել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին թմրանյութերի դեմ պայքարի գործողության շրջանակում։ Ավիակիրը միացել է արդեն իսկ տարածաշրջանում գտնվող մեծաթիվ ուժերին, որոնք տեղակայվել են հանցավոր խմբավորումների դեմ պայքարի նպատակով։ Տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Վենեսուելայի նախագահի հետ բանակցությունները։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ արևների կարտել որ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելը թույլ կտա Վաշինգտոնին հարվածներ հասցնել Վենեսուելային։ Նման մտադրության մասին հայտարարել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով արևների կարտելը զբաղվում է ահաբեկչությամբ եւ Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգությամբ։ Ըստ Վաշինգտոնի այն գլխավորում է նախագահ Մադուրոն։ Ավելի վաղ Մադուրոն Միացյալ Նահանգներին զգուշացրել էր չդիմել ռազմական միջամտության։ Էկվադորում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել երկրում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայմանը։ Նման արգելք երկրում գործում է 2009 թվականից։ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան սահմանադրական հանրաքվեի միջոցով ցանկանում էր չեղարկել այդ արգելքը։ Նրա խոսքով օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը կօգնի կազմակերպված հանցավորության դեմ պայքարում եւ կնվազեցնի բռնությունների թիվը։ Սահմանափակման չեղարկման դեպքում Միացյալ Նահանգները նախատեսում էր Էկվադորում վերաբացել իր ռազմաբազան, որը փակվել 16 տարի առաջ։ Շատ հիանալի հնարավորություն էր նմանատիպ ծրագրերին դիմելը եւ ապագայում նաեւ ուսումը շարունակելու դրսում։ Սա նաեւ այն մի քայլ առաջն էր, որ ինձ փորձեց ավելի օգնել ու մոտիկացնել իմ երազանքին։ Դասընթացը շատ կարեւոր է ինձ համար, շատ կարեւոր հմտություններ եւ գիտելիքներ է տալիս։ Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդները ներկայացնում են աջակցություն ամերիկյան տարածքներից հանցին ծրագրի վերաբերյալ իրենց ակնկալիքները, կարծիքն ու տպավորությունները։ Ծրագիրն իրականացնում է միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը,
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կենտրոնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել են 6 դասընթաց հանդիպումներ։ Առաջին հիմնասյունը հանդիսանում էր անգլերենը որպես կամուրջ դեպի աշխարհ, երկրորդ հանդիպման ընթացքում քննարկել ենք ԱՄՆ կրթական համակարգը եւ համալսարաններին դիմելու գործընթացը, երրորդում խոսել ենք Ամերիկայի մշակութային բազմազանության մասին, չորրորդում խոսել ենք շրջանավարտների հաջողության պատմությունների մասին, հինգերորդում խոսել ենք ԱՄՆ պատմության մասին, այսօր խոսում ենք ապագայի հմտությունների վերաբերյալ։ Դասընթացավարի տեղեկացմամբ եւ մասնակիցների հավաստմամբ այս դասընթացներին տրամադրվող տեղեկությունը հնարավորություն է տալիս կենտրոնի տարբեր տարիքային խմբերի մասնակիցներին ծանոթանալու ամերիկյան մշակույթին, զարգացնելու հմտությունները եւ կապ հաստատելու ԱՄՆ-Հայաստան փոխանակման ծրագրերի շրջանակների հետ, ամրապնդելով կապերն ու փոխըմբռնումը երկու ժողովուրդների միջև։ Շահառուները հանդիսանում են հիմնական թիրախային խումբը 18-ից 25 տարեկան երիտասարդներ, ովքեր դիմել են ծրագրի համար եւ հաջորդ փուլ հասնելու պարագայում հրավիրվել են սեմինարների, այս սկզբունքով են որոշել հիմնականում ուսանողներ են հանդիսանում, ովքեր հետաքրքրված են Միացյալ Նահանգներով, նրա ժողովրդավարությամբ, ժողովրդավարական արժեքներով։ Ծրագիրը եզակի էր իր ինքնատիպությամբ, թեմատիկ ընդգրկվածությամբ, մենք ուսումնասիրեցինք նաեւ ԱՄՆ մշակույթի տարբերությունները եւ առնչությունները մեր իրավական համակարգի հետ եւ ինձ շատ հետաքրքրեց նաեւ մասնագիտական այդ առնչությունները։ Հիմնական անդրադարձանք նրանց մասին, որ ինչ մասնագիտություններ են արդիական 21-րդ դարում, որ հետագայում մենք կարող ենք աշխատել այդ ուղղությամբ եւ թե ինչպես ճիշտ գրենք մեր էսսեները, ինչ ներկայացնենք, թե ինչպես ճիշտ ներկայացնենք մեզ կոնկրետ այլ հարթակներում, միջազգային հարթակներում։ Այնպիսի գիտելիքներ ենք ստացել, որը ապագայի համար շատ կարևոր է, օրինակ ինչպես ԱՄՆ-ում կրթություն ստանալ, առհասարակ ԱՄՆ-ի մշակույթի մասին եւ այլն, ու հմտությունների հետ կապված թիմային աշխատանքն է առհասարակ շատ բարելավում, առաջնորդական հմտությունները եւ այլն, ու այնպիսի հմտություն ու գիտելիք են, որ ապագայում գրեթե բոլոր տեղերում անհրաժեշտ են։ Դասընթացներն անցկացվել են նաև գործնական աշխատանքների ձևաչափով։ Ձեռք բերված հմտությունները դասընթացի մասնակիցները ներկայացրել են անհատական եւ թիմային աշխատանքների միջոցով։ Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 205 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 627, առանց մանկական նստատեղի քարսիթի 6, վարելու ընթացքում ծխելու 491, վարելի սեռախոսից օգտվելու 235, հետիոտնի որ վայրով անցնելու 111 եւ 1534 այլ իրավախախտում, 127 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 179 տեխնիկական զննություն չանցած, 146-ը լուսարձակների անսարքությամբ, 67-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 84 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի, ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ու ժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 58, չամրակապված վարելու 2840, առանց մանկական նստատեղի քարսիթի 163, վարելու ընթացքում ծխելու 396, վարելի սեռախոսից օգտվելու 544, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 93, արագության գերազանցման 2234 եւ 3479 այլ իրավախախտում, 395 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 869 տեխնիկական զննություն չանցած, 818-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 38 բեռնատար, 170-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 59 վարորդ ուղղանվել է նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ու ժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 65 անձ։